Այսօր Երևան-Սևան ճանապարհին կայծակը ճեղքել է կամուրջը եւ կամուրջը փլուզվել է։ Փառք Աստծո, ոչ մի ուժացներ չկան։ Փառք Աստծո։ Այսօր Գյումրիում ձյունե գետեր են հոսել, ձյունե գետեր, եւ Գավառում սարսափելի կարկուտ է տեղացել։ Աստվածաշնչի մեջ այս 3 նշանները միշտ ասոցացվում են պատժի հետ եւ նախազգուշացման հետ։ Արդյոք սա նշանակում է, որ Աստված մեզ ինչ-որ բան է նախազգուշացնում, բայց արդյոք պատժում է մեզ։ Չգիտենք, բայց երբ որ այսպիսի ահասարսուր բաներ են կատարվում եւ այսպիսի զորությամբ արժե մտածել եւ արժե ուշադրություն դարձնել ինչ է մեզ ասում Աստված։ Մենք տեսնում ենք Ելից գրքի մեջ Եգիպտոսի պատիժներից մեկը, Ելիցի գրքի 9-րդ գլուխը, խոսում է պատիժներից մեկի մասին, որը կարկուտն էր, որովը եւ կայծակը։ Ինչու համար էր դա Աստված անում, որտեղ փարավոնը կարծրացրել էր իր սիրտը եւ չէր ուզում նրա կամքը կատարել։ Սա արդյոք նշանակում է, որ մենք մեր ազգի իշխանավորները կամ իշխանություն ու ազդեցություն ունեցող մարդիկ պետք է իրենց կարծրացած սրտերը փոխեն, իրենց գոռոզացած սրտերը փոխեն եւ լսեն Աստծո նախազգուշացումը, ով գիտե։ Մենք կարդում ենք Հեսուի մեջ, Հեսուի 10-րդ գլխի մեջ, որ Աստված կարկուտով, կայծակով եւ որոտով կռվեց Աստծո ժողովրդի թշնամիների դեմ, ովքեր որ հալածում են Աստծո ժողովրդին։ Արդյոք սա նշանակում է, որ պետք է մարդիկ ուշադրություն դարձնեն, թե ինչպես են վերաբերում իրենք հավատացյալ մարդկանց, այն մարդկանց, ովքեր Աստվածաշունչ են կարդում կամ աղոթում են։ Արդյոք սա չի նշանակում, որ ազգը պետք է վերանայի իր վերաբերմունքը այն մարդկանց հանդեպ, ովքեր որ իսկական եւ Աստծուն նվիրված մարդիկ են եւ հավատացյալներ։ Հայտնություն 16-ի մեջ մենք կարդում ենք, որ կարկուտը, որոտը եւ կայծակը նախազգուշացնում էին, որ պատժում էր Աստված այն մարդկանց, ովքեր մերժեցին Աստծուն, չապաշխարեցին ու ետ չդարձան իրենց ճանապարհներից։ Արդյոք սա նշանակում է, որ մենք ազգովի պետք է ապաշխարենք, ներողություն խնդրենք մեր մեղքերի համար եւ ետ դառնանք մեր չար ճանապարհներից։ Ատելությունից, հայհոյախոսությունից, չարությունից, իրար հանդեպ թշնամանքից եւ հանցագործություններից, ստից ու մանիպուլյացիայից, զրպարտանքից ու սուտ վկայություններից։ Միշտ չէ, որ այս նշանները պատիժ կամ նախազգուշացում են նշանակում, բայց երբ որ դրանք զորավոր ձևով արտահայտվում են, արժե ուշադրություն դարձնել։